Ինչպես գիտենք, Հայաստանը 2006 թվականին միացել է Բեռնի կոնվենցիային և դրանից հետո արդեն 2017 թվականին ներկայացրել է էմերալդ թեկնածու տարածքները, որոնք 23-ն են, բայց ցավով կարող ենք նշել, որ այդ ժամանակահատվածում, որը գնահատվել են այդ տարածքները, էականորեն այսօրվա իրականությանը որոշակի առումով չեն համապատասխանում։ Եվ այդ նպատակով մենք սկսեցինք վերանայման գործընթաց և ինչը համաձայնեցված չէր այդ ժամանակ այլ գերատեսչությունների, այլ շահառու կազմակերպությունների, հանրության հետ և այսինքն չուներ բավարար հիմք, որպեսզի կարողանայինք հստակ ասել, որ այդ թեկնածու տարածքները իրոք բավարարում են բոլոր պահանջներին։ Բայց դրանից հետո ԵՄ շրջակա միջավայրի համար մեծ հնարավորություն ստեղծվեց և մենք կարողացանք վերագնահատել, այսօր հենց այդ գործընթացում է գտնվում Հայաստանը, այդ ծրագրի ընթացքում փորձագետների շնորհիվ մենք վերագնահատել ենք և ունենք այսօր նոր տարածք, ճիշտ է, տարածքների քանակը ավելացել է, 30 է կազմում, բայց ընդհանուր իր ծածկողականության մակերեսի առումով, որոշակի առումով նվազել է, բայց դա արվել է ճիշտ գնահատման արդյունքում։ Նշեմ նաև, որ այս ծրագրի շրջանակներում մշակվել է էմերալդ տարածքների ուղեցույցը, կառավարման պլանների մշակման ուղեցույցը, մշակվել են նաև երկու կառավարման պլաններ, երկու տարածքների համար Հայաստանի Հանրապետության, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի Եվրամիություն և պետք է մոտարկվեն Եվրամիության առաջանցիկ փորձը, որը մենք պետք է մասնավորացնենք, դետալային ուսումնասիրություն իրականացնենք, որպեսզի կարողանանք հասնենք մեր առջև դրված խնդիրների լուծմանը։ Շնորհակալություն։